Мы знаем, что человек в этом мире, что бы он из себя не строил, но он беззащитный. Մենք գիտենք, որ մարդը ինչ էլ որ կառուցի այս երկրի վրա, ինչի էլ որ հասնի, նա շատ անպաշտպան է։ С ним что-то может случиться, о чем он сам не подозревает. Նրա հետ կարող է պատահել մի бан, որ ինքն էլ չի պատկերացնում, չի гитակցում։ Что-то может прилететь с неба. Ինչ որ բան երկնքից ուղակի կարող է գալ։ У нас в России в 2013 году, недалеко от города Челябинска, упал метеорит. Может быть, вы об этом слышали? Մեզ մոտ Ռուսաստանում Չելյաբինսկից ոչ հեռու 2013 թվականին մի երկնակար ընկավ։ Слава Господу, никто не погиб тогда. Իհարկե փառք Աստծուն մահացու դեպքեր չեղան, Но вот ударная волна, она нанесла серьезные повреждения. Где-то 7 тысяч зданий, домов были повреждены. բայց այդ հարվածի ուժը այնքան մեծ էր, որ մոտավորապես 7000 տարբեր օբյեկտներ այսպես վնասվեցին։ И где-то 1500 человек, из них некоторая часть, обратились к врачу и были госпитализированы. Եվ մոտ 1500 մարդ այդպես տարբեր վնասվածքներ ստանալով դիմել էր բժշկի օգնության։ Никто не ожидал, просто упал какой-то камень с неба. Ոչ մեկ չէր սպասում, երկնքից уղակի մի քար ընկավ։ Մի Мне բեկոր։ да, в какой-то степени потом напомнило сюжет из Библии, когда 5 царей аморейских, вы хорошо это знаете, напали на Гаваон, это в книге Иисуса Навина, и Գավաոն обратился к Израилю за помощью. Դա հիշեցնում է մեզ Աստվածաշնչյանային դրվագը, երբ որ ամանգեկացի 5 թագավորները հարձակվեցին Գաբավոնի վրա եւ նրանք դիմեցին Իսրայելին օգնության համար այդ И ժամանակ։ когда они стали сражаться, то сам Господь стал за них поборать. Да? Եվ երբ նրանք դիմեցին օգնության, սկսեցին կռվել, կարծես Աստված նրանց հետ նրանց համար պատերազմում էր։ И там написано такое интересное явление, он бросал камни с неба на них. Եվ այսպեսի մի հետաքրքիր երևույթի մասին է այնտեղ խոսում, որ Աստված կարծես քարեր էր երկնքից նետում նրանց վրա։ Вот Иисус Навин 10:11. Հեսուի գրքի 10-րդ գլխի 11-րդ խոսքում գրված է. Եվ երբ որ նրանք Իսրայելի առաջից փախչում էին եւ Բեթորոնից վայր էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկտի մեծ քարեր գցեց, մինչև Ազեկա եւ Մեռան։ Կարկտի քարերից մեռնողները ավելի շատ էին, քան թե Իսրայելի որդիների սրով մեռծրածները։ Вот там написано с небес. Да? Այնտեղ գրված է երկնքից իջան։ Сейчас бы, может быть, ученые сказали, это было природное явление, типа что-то такого метеоритного дождя. Գուցե հիմա գիտնականներն ասեին, դե գիտեք, դա ինչ որ բնական մի երևույթ է, բնական լավ աղետ էր, որ տեղի ունեցավ։ Но это было с небес от Бога, да. Բայց դա երկնքից էր, Աստծուց ուղված։ И мы все, конечно, хорошо знаем тоже, и знают все, наверное, весь мир, такое явление, как потоп, который также Եվ իհարկե случился. մենք գիտենք շատ լավ եւ ամբողջ աշխարհը գիտի այդպիսի մի երևույթի մասին, որ կոչվում է ջրհեղեղ։ И в Бытие 7:11 там написано, что тоже небесные окна отворились. Եվ Ծննդոց 7:11-ում գրված է, որ երկնքի պատուհանները այդ ժամանակ բացվեցին։ Я это все говорю к тому, что мы, как люди, вот живем, что-то, строим планы, создаем науку, технологии, Ես այնչի промышленность. համար եմ ասում, որ մենք որպես մարդիկ ստեղծում ենք гитությունը, տեխնոլոգիան զարգացնում ենք, ինչ որ բաներ ենք ստեղծում։ Но мы не всегда отдаем себе отчет, что вообще какое-то природное явление или стихия, или космическое какой-то катаклизм может вообще все разрушить и разрушить Землю. Բայց մենք նույնիսկ չենք էլ մտածում, որ ինչ որ բնական մի աղետ, տիեզերական ինչ որ մի բան կարող է ուղղակի ոչնչացնել այդ ամենը մեկ ակնթարթում։ Но нам волноваться нечего. Не, конечно, мы волнуемся, но Մենք իհարկե անհանգստանում ենք, բայց մեզ անհանգստանալ պետք չի։ от него зависит любая жизнь, и он владыка всего. Նրանից է կախված ամեն կյանք եւ նա տիրում է ամեն բանի վրա։ Он все сотворил, Նա է ամեն բան и ստեղծել он все держит, все своим словом до сих եւ նա իր пор. խոսքի զորությամբ պահում է ամեն բան մինչ այսօր։ Евреям 1:3. Եբրայեցիների առաջին գլխի 3-րդ խոսքը, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է, մեր մեղքերի սրբությունն իրենով անելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներում։ Там написано, держа все. Нам Библия говорит, он держит все. Խոսքն ասում է, որ նա ամեն բան պահում էր։ Կներեք առաջին խոսքում ասվում էր Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռով, այս վերջին օրերում խոսեց իր որդու հետ, որ ամեն бани ժառանգ դրեց, որով աշխարհն էլ արեց։ Да. И Господь, мы это чувствуем, мы видим, он заботится и о всем своем творении, и тем более о нас, о людях, о человеке. Եվ մենք տեսնում ենք, որ Աստված հոգ է տանում իր ամբողջ արարչության համար եւ հատկապես մարդու համար։ Вот здесь также хотел привести местописание, Деяния, 14 глава,
16-17 стих. Ուզում եմ կարդալ Գործ Կարաքելոց 14-րդ գլխի 16-րդ խոսքից մինչև 17-րդ խոսքը։ Թեպետև ինքն իրեն առանց վկայության չթողեց, բարերարություն անելով երկնքից տվեց մեզ անձրևներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախությունով ձեր սրտերը լցնելով։ Եվ այս ասելով հազիվ թե ժողովուրդներին դադարեցին, որ զոհ չանեն իրենց համար։ Да, и тут написано, с неба посылает нам благодеяние, с неба. Այստեղ գրված է, որ Աստված բարիքներ է ուղարկում երկնքից մեզ համար։ Итак, Он держит все и посылает нам свои благословения и благодеяния. Եվ այսպես նա պահում է ամեն бан եւ ուղարկում է մեզ իր բարեհաճությունը եւ իր օրհնությունները։ Как вы думаете, по какой причине? Ինչ է կարծում ինչ պատճառով։ Видите, я как обучал студентов, я всегда задаю вопросы. Գիտեք, Это ես такая привычка есть. ուսուցիչ եմ եւ սովորեցնում եմ ուսանողներին եւ միշտ հարցեր եմ տալիս։ Я думаю, здесь ответ очевиден, потому что Господь проявляет свою любовь тогда. Կարծում եմ պատասխանն այստեղ ակնհայտ է, Աստված իր սերն էր դրսևորում այդ ժամանակ։ Господь нас сотворил и держит все, потому что Он любит нас, Он любит свое творение. Да. Աստված է մեզ ստեղծել եւ նա սիրում է մեզ ու հոգ է տանում մեզ համար։ Это очень явно и очевидно проявилось также, когда мы читаем Священное Писание во времена исхода Израиля из Египта. Սա շատ առանձնահատուկ ձևով դրսևորվեց Ելից գրքում, երբ մենք տեսնում ենք Իսրայել ժողովրդի ելքը Եգիպտոսից։ Вот давайте прочитаем Исход 16:4. Եկեք կարդանք Ելից գրքի 16-րդ գլխի 4-րդ խոսքը։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. «Ահա ես ձեզ երկնքից հաց պիտի տեղամ, եւ ժողովուրդը վեր կենա եւ օրվա պետք եղածը նույն օրը ժողովի, որ փորձեմ նրանց, թե իմ օրենքի համեմատ պիտի գնան, թե ոչ»։ Он сказал, я посылаю хлеб с неба. Это опять же Ասում է хлеб ես с неба. Да. երկնքից հաց պիտի ուղարկեմ, սա հաց էր երկնքից։ И это было для людей настолько чудесно и необычно, что они стали говорить, что это. Они не понимали. Այնքան զարմանալի էր, այնքան հրաշալի էր մարդկանց համար, որ նրանք ուղղակի չհասկացան ինչ է դա եւ հարցնում էին ինչ է սա։ Конечно, Моисей пояснил, это манна, это хлеб. Իհարկե Մովսեսը մեկնաբանեց, պարզաբանեց, որ դա մանանան է, դա երկնային հացն է։ И когда Иисус пришел на землю, Он тоже, скажем так, прокомментировал эти события тогда в Израиле. Եվ Հիսուսը երբ եկավ երկրի վրա, նա нույնպես մեկնաբանեց այս իրադարձությունները։ Он сказал, что это был хлеб от Бога. Նա նույնպես ասեց, որ սա հացն էր Տիրոջից։ Вот Иоанна 6:32. Հովհաննես 6:32։ Иоанна 6:32. Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 32-րդ խոսքում գրված է։ 6:32. Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե Մովսեսը տվեց ձեզ այն հացը երկնքից, այլ իմ հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։ Он здесь говорит истинный хлеб с неба, потому что тот хлеб с неба, который получил Израиль, это был прообраз самого Христа, самого Мессии. Ինչու է Հիսուսն այստեղ ասում ճշմարիտ հացը կտա երկնքից, որովհետև հին ուխտում այդ մանանան, այդ երկնային հացը դա խորհուրդն էր Հիսուս Քրիստոսի։ Потому что дальше в этой же главе, 48 стих, он сказал, «Я есть хлеб жизни». Որովհետև հաջորդիվ 48-րդ խոսքում հենց այս գլխում ասում է ես եմ կյանքի հացը։ И дальше 51 стих, он сказал, «Я хлеб жизни, шедший с небес», опять с небес. Եվ 51-րդ խոսքում ասում է ես եմ կենթանի հացը, որ երկնքից է իջել, դարձյալ երկնքից։ Можно зачитать полностью, да, вот 51 стих. 51։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքից է իջել։ Да, Адам, да, читали, да? Ահա։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Да, и Иисус отдал себя, Он отдал свою жизнь, свою плоть, свое тело за жизнь мира. Եվ Հիսուսը ինքն իրեն տվեց, իր մարմինը տվեց աշխարհի կյանքի համար, փրկության համար։ И мы знаем, что Он умер и воскрес. Եվ մենք գիտենք, որ մահացավ եւ հարություն առավ։ И мы знаем, что прежде чем уйти с этой земли, Он сказал, Иоанна 14:16, что я дам вам другого утешителя, другого параклетуса. Да. Եվ մինչ կան նա կհեռանար երկրից Հովհաննեսի ավետարան 14:16-ում նա ասեց, որ ես կաղաչեմ հորը, որ ուրիշ մխիթարիչ տա ձեզ։ Он говорил, это Дух истины, Նա ասում է դա ճշմարտության հոգին է, который пребудет с вами теперь вовек. որ կբնակվի ձեզ այդ հավիտյան։ И мы знаем тоже, как это произошло. То, Եվ что եկեք գիտենք описано, ինչպես դա տեղի ունեցավ, դա գրված է խոսքում։ то, что описано в Деяниях, 2 глава, с 1 Գործ по Կարաքելոց 4 стих. երկրորդ գլխում է դա գրված։ Да, 1-4 стих. Ну, с 1 по- Գործ Կարաքելոց երկրորդ գլուխ առաջինից 4 խոսքերը։
Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, եւ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ И мы знаем, когда Дух Святой излился на учеников, это также было ознаменовано рождение церкви. Եվ Считается, մենք да. գիտենք, որ երբ Հոգին եկավ այդ հոգեգալուստի օրը, դա նաև եկեղեցու ծնունդի ժամանակն էր։ Но знаете, что интересно повторилось в этом же случае? Գիտեք ինչը կրկնվեց այս ընթացքում, այս իրադարձության մեջ։ Тогда собрались иудеи, Այդ скажем, ժամանակ հрьяաները հավաքվեցին, со многих стран приехали. Да. տարբեր երկրներից էին եկել, И для них это тоже было настолько необычно, настолько чудесно, что они стали задавать тот же вопрос, как те древние евреи. Говорят, что это? Да? Что это значит? եւ սա նրանց համար նույնպես այնքան զարմանալի էր, այնքան հրաշալի էր, որ նրանք տվեցին նույն հարցը, ինչ Իսրայել ժողովուրդը տալիս էր անապատում, երբ դուրս եկան Եգիպտոսից, եւ ասում էին, սա ինչ է։ Մենք չենք հասկանում սա։ Потому что Господь творил что-то сверхъестественное, что-то Որովհետեւ необычное. Աստված ինչ որ անսովոր, գերբնական бан էր կատարել։ И это то, что Он творил, это есть как дар человека, как дарованное от Бога. Եվ այնինչ Աստված արեց, դա կարծես պարգև էր Աստծո кողմից մարդու համար։ И также можем прочитать 1 Коринфянам 2:12. Այդպես էլ կարող ենք կարդալ առաջին Կորինթացիների թուղթը, երկրորդ գլուխ, Да, 2 Коринфянам 2:12. առաջին Կորինթացիս երկրորդ գլուխ 10-ից 12 խոսքերը ընթերցենք։ Բայց ձեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ, որովհետև մարդկանցից ով գիտի մարդու բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Да, 12. Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ։ То есть мы получили Дух от Бога, как дарованное от Бога, и чтобы знать дарованное от Бога. Այսինքն մենք առանք Աստծո հոգին այն բանի համար, որպեսզի կարողանանք հասկանալ այն բաները, որոնք Աստծուց են մեր կյանքում։ И дарованное от Бога, получается, мы получили Христа, Сын Божий. Это дарованный от Бога был нам, да? Եվ երբ ասում ենք Աստծուց տրված պարգև, մենք առաջին հերթին հասկանում ենք Տեր Հիսուսին, նա նույնպես տրված էր Աստծուց։ Это Дух Божий, это Дух Святой, Դա Параклетос. Աստծո Սուրբ հոգին էր, Պարակլետոսը հունարեն։ И это Церковь Божия, это потому что ее рождение также было даровано с неба, свыше. Եվ իհարկե Աստծո եկեղեցին, որովհետև նրա ծնունդը նույնպես պարգև էր Տիրոջից, երկնքից։ И Церковь, братья и сестры, это мы все с вами, это тоже как дар от Бога мы получили сверхъестественным образом. Եվ իհարկե եկեղեցին դա մենք ենք քույրեր ու եղբայրներ, որ Աստծո կողմից գերբնական ձևով առանք այս երկրի վրա։ И мы все с вами стали частью одного тела, Иисуса Христа, да? Եվ մենք բոլորս միասին դարձանք մի մասնիկը Քրիստոսի մարմնի։ Потому что мы знаем, что тело Христа, оно объемлет всех христиан, всего мира. Եվ մենք գիտենք, որ Քրիստոսի մարմինը ընդհանրացնում է, մեկացնում է աշխարհի բոլոր քրիստոնյաները։ Это кто живет сейчас здесь и кто уже на небесах. Դա նրանք են, ովքեր որ հիմա ապրում են եւ նրանք, ովքեր արդեն երկնքում են։ Это кто жил до нас, Նրանք, ովքեր մեզանից առաջ են ապրել։ это кто сейчас живет и кто еще придет потом, после, Նրանք, кто ովքեր հիմա родится. են ապրում մեզ հետ եւ նրանք, ովքեր դեռ կգան ապագայում, Ну, пока կծնվեն։ Господь сам не вернется, да? Եվ մինչեւ որ Տերը ինքը կվերադառնա։ И поэтому мы все с вами знаем, что церковь – это больше, чем страна, это больше, чем какая-то культура. Она объемлет, ну, все. Դրա համար էլ մենք գիտենք, որ եկեղեցին դա մեկ երկիր չէ, դա մշակույթ չէ, դա ընդհանրացնում է ամենը։ И при этом все равно мы, как часть, мы являемся еще поместной церковью, да? Եվ иհարկե, որպես մի մասնիկ Քրիստոսի մարմնի, մենք նաև կոչվում ենք տեղական եկեղեցի, Мы տեղային ходим, да, եկեղեցի։ мы ходим в конкретном месте, в конкретном городе или селении и живем в конкретное время. Կոնկրետ վայր ենք գնում որպես եկեղեցի եւ ապրում ենք կոնկրետ ժամանակի մեջ։ Ну и время, да, братья и сестры, в котором мы живем, мы все с вами хорошо знаем, оно не очень легкое все-таки, да? Եվ իհարկե ժամանակը, որի մեջ մենք ապրում ենք, սիրելի քույրեր եղբայրներ, գիտենք, որ մեղմ ասած այնքան էլ հեշտ ժամանակներ չեն։ Церковь, наверное, во все времена испытывала трудности, Իհարկե եկեղեցին բոլոր ժամանակներում դժվարություններ է վերապրել։ но все-таки считается, что мы живем в последние времена. Բայց իհարկե կարծիք կա, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ И у нас есть свои вызовы, испытания, искушения. Գիտենք, որ ունենք մեր մարտահրավերները, փորձությունները, գայթակղությունները, Есть политические вызовы, экономические, социальные. կան քաղաքական մարտահրավերներ, տնտեսական մարտահրավերներ, սոցիալական։ Даже я возьму один такой факт, что специалисты как-то оценивают от развития, допустим, цифровых технологий.
Ես մի փաստ ուղակի կարծանագրեմ, որ փորձագետները մեկնաբանում են այսպես թվային տեխնոլոգիաների այս արագ զարգացումը։ С одной стороны, они нам очень хорошо помогают, Մի կողմից դրանք մեզ շատ են օգնում, но при этом высказывается такой прогноз, что люди все больше и больше будут погружаться в этот виртуальный мир. բայց այսպիսի մի տեսություն է առաջ քաշվում, որ մարդիկ աստիճանաբար այդ վերացական վիրտուալ կյանքի մեջ են հայտնվում արդեն։ Это тоже один из факторов, когда люди будут все больше и больше удаляться друг от друга. Սա էլ հենց փաստերից մեկն է, թե ինչու են մարդիկ իրարից ավելի անջատվում, հեռվանում իրարից։ А вместе с тем тогда и будет расти недоверие между собой, Եվ դրա հետ մեկտեղ նաև գալիս է արդեն անվստահություն մեկը մյուսի будет նկատմամբ։ больше отчуждения, будет больше агрессии. Կլինի ավելի շատ օտարացում եւ ավելի շատ ըմբոստություն, ագրեսիա։ И тем более мы знаем, что Священное Писание говорит, что в последние времена будут вообще тяжкие времена. Да? Եվ իհարկե Սուրբ Գիրքը մեզ հուշում է, որ վերջին ժամանակները ծանր ժամանակներ են լինելու։ Вот давайте зачитаем 2 Тимофею, 3 глава, 1 и 2 стих. Եկեք կարդանք 2 Տիմոթեոսի թուղթը 3-րդ գլուխը 3. առաջին երկու խոսքերը։ 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ առաջին երկու խոսքերը։ Սա իմացիր, որ հետին օրերում շատ չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ։ И дальше идет список Եվ իհարկե как, այսպես ցուցակ է этих грехов, пороков, которые все больше и больше будут распространяться. Այդ մեղքերի ցուցակն է դնում, որը աստիճանաբար պետք է տարածվի ավելի շատ։ И мы живем в это время, потому что мы не можем, знаете, как-то от этого себя предохранить или сохранить. Եվ մենք ապրում ենք այս օրերին։ Մենք չենք կարող մեզ դրանցից զերծ պահել ուղակի։ Мы здесь вот сейчас с сыном ходим, отдыхаем. У вас прекрасная страна, прекрасные люди. Մենք տղայիս հետ շրջում ենք երկրում, դուք հրաշալի երկիր ունեք։ И все равно, вот когда смотришь, ну, я, допустим, первый раз здесь, в Армении, Ես իհարկե առաջին անգամ եմ Հայաստանում։ интересно наблюдать за людьми, как вот они ходят, как радуются жизни, как вот. Հետաքրքիր է նայել մարդկանց ինչպես են ապրում, ինչպես են քայլում, փողոցում շրջում։ И все-таки мы видим, что, ну, все равно у многих людей есть озабоченность на лице, есть, может быть, какая-то своя личная тревога, какое-то переживание о себе, о будущем. Եվ իհարկե հասկանում ենք, որ հաճախակի մարդկանց դեմքերին տեսնում ենք այդ մտահոգությունը իրենց ապագայի համար։ Потому что, ну, здесь тоже есть проблемы, как, наверное, везде, во всем мире. Да? Որովհետև հասկանում ենք, այստեղ էլ կան խնդիրներ, ինչպես ուրիշ տեղերում։ Мне здесь как раз подошла женщина, я уже делился этим свидетельством на Այս վկայությունով площади, երեք կիսվել եմ, մի կին ինձ մոտեցավ փողոցում այստեղ, да, на площади Республики. Հանրապետության հրապարակում, Вот, и она спросила, откуда я. И он сказал, что из России, из Москвы. հարցրեց որտեղից եմ, ասացի դե Մոսկվայից եմ ես։ Ну, завела со мной разговор, и говорит, что она тоже часто была в Москве, раньше еще, когда была помоложе, она такая пожилая женщина. Իհարկե սկսվեց զրույցը, նա ասաց, որ շատ անգամներ եղել է նաև ինքը Մոսկվայում, Посещала там культурные мероприятия, ходила в Большой театр. այնտեղ մշակութային ինչ-որ միջոցառումների է մասնակցել, մեծ թատրոնն է այցելել։ Она знает иностранные языки, посещала другие страны в свое Մի քանի время. երկրներում է եղել եւ նաև մի քանի օտար լեզուների հետ իրապետում, տարեցկին էր։ Она даже цитировала некоторых поэтов. Ну, вот, русских. Մի քանի ռուս պոետներին նաև մեջբերում էր։ Но я вижу, что она что-то хотела. Իհարկե ես հասկանում եմ, որ նա ինչ-որ бан է Потому ուզում։ что я смотрю, ну вот она как была потом обратила внимание, не сразу это как бы сфокусировалась, она была одета очень так, ну в таком поношенном старом, в такой одежде старой. Ոչ մի անգամից, բայց արդեն ընթացքում ես նայում էի, նկատում էի, ուշադրությունս գրավեց, որ հակուստը կարծես հնամաշ հակուստ էր հակին։ Я понял, что она хотела попросить денег, она в конце концов, да, мы к этому Եվ իհարկե разговору հասկանում пришли. էի, որ գումար է уզում ու վերջում իհարկե գումար ուզեց։ Ну, мы с ней, конечно, я воспользовался этим, ну, то, что вот этим знакомством, этим контактом, и, конечно, мы засвидетельствовали об Иисусе Христе, сказал, что у вас была жизнь, ну, наверное, очень насыщенная и интересная, да? Եվ իհարկե ես այդ առիթը օգտագործեցի, որպեսզի խոսեմ Հիսուսի մասին եւ նրան ասեցի, կարծում եմ ձեր կյանքը շատ հագեցած, շատ նաեւ դժվար է եղել։ Но потом потерпела жизнь какое-то крушение, да, в какое-то время. Եվ ինչ որ մի պահի գուցե ձեր կյանքը ինչ որ վայրի վերումներով է անցել, դժվարություններով է անցել։ Потому что у нее сын инвалид, они остались без жилья, ну, там, Նա ասել էր, որ իր որդին հաշմանդամ է, и вот у них где-то есть приют, но им надо питаться, им надо дальше как-то продолжать ինչ որ существование. միտեղ ապրում են, տուն էլ չունեն, բայց
ուտելիքի, կերակուրի, սնունդի կարիք ունեն Ну, я նույնիսկ։ пытался сказать, что да, проблемы существуют, но ответ должен быть во Христе, потому что Он заботится о нас, и Он до сих пор дает вам жизнь и дает вам продолжение этого, да? Եվ ես իհարկե ասացի, որ այո, կարիքները կան, բայց դրանց լրացումը կարիքների պետք է լինի Քրիստոսի մեջ, որովհետև նա է, որ հոգ է տանում մեզ համար։ Я продолжил с ней помолиться, ну, мы помолились, и Սկսեցինք потом աղոթել расстались. միասին եւ իհարկե նա հեռացավ։ Это вот то, что я прям буквально столкнулся вот на этой неделе. Вот, с Սա այն таким էր, я ինչի հետ просто хотел вам առերեսվեցի засвидетельствовать. այս շաբաթ։ Потому что есть проблемы, есть нужды у людей, да, и Вот вы это это прекрасно մարդիկ- знаете сами. Այո, ունեն խնդիրներ, ունեն կարիքներ եւ դուք շատ լավ գիտեք դրա մասին։ Но мы должны понимать, все, что мы сейчас имеем, да, сейчас, это итог предыдущего времени, предыдущего, может быть, даже столетия. Եվ մենք գիտենք, որ այսօր այն ինչ մենք ունենք, դա անցյալ կարծես нույնիսկ 100-ամյակի անցյալ ժամանակի հետևանքն է։ Потому что даже фиксировали, что не было такого массового отступничества от Бога, как прошедшие 100 лет. Որովհետև ասում են, որ այսպիսի անկում, այսպիսի հետ քաշվել, ինչպես որ եղել է նախորդ 100-ամյակում, երբեք չի եղել Աստծուց։ Люди почувствовали свою силу, развитие науки, и они сказали, мы обойдемся без Бога. Մարդիկ զգացին իրենց կարծես հաջողված գիտության մեջ, իրենց ձեռքբերումներով տարված, մտածեցին, որ դե մենք առանց Աստծո էլ կարող ենք մեր հարցերը И լուծել։ мы знаем, что вообще 20 век характеризуется тем, что ну, миллионы людей просто ну, исчезли с лица земли, потому что были убиты в войнах или погибли в каких-то природных катастрофах. Եվ անցյալ 100-ամյակում մենք տեսնում ենք, որ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ ուղղակի կորսվեցին, մահացան, որովհետև կամ բնական աղետների պատճառով մահացան, կամ էլ պատերազմների պատճառով։ Потому Հետևանքը что դա էր։ когда люди отвергли Бога, они отвергли свое понимание, что они образ и подобие Божие. Որովհետև երբ նրանք մերժեցին Աստծուն, նրանք մերժեցին իրենց աստվածային կերպարը, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված։ И потому жизнь человека обесценилась. Եվ դրա համար էլ անարժեք դարձավ մարդու կյանքը, արժե զրկվեց։ И когда уходит свет, то приходит тьма. Եվ երբ գնում է խավարը, գնում է լույսը, гալիս է խավարը։ И когда уходит жизнь, тогда приходит смерть. Եվ երբ գնում է կյանքը, գալիս է մահը։ А мы знаем, что Бог – это есть источник жизни, даятель жизни. Իսկ մենք գիտենք, որ Աստված է կյանքի աղբյուրը եւ տվողը кյանքի։ Но Бог всегда неизменен, да. Բայց Աստված անփոփոխ է միշտ։ У него нет изменений, ни те, ни перемены, как написано. Вот Иаков 1:17. Եվ Հակոբոսի 1:17-ում ասում է, որ ամեն բարի բան եւ ամեն բարի պարգև Աստծուց է, լույսի հորից եւ նրա մեջ չկա փոփոխություն կամ դարձվածքի շուկ։ Можно да, вот прочитать? Я уже почитал. Хорошо. И вот и этот наш неизменный Бог, у которого нет не просто да, какой-то перемены, а даже тени перемены, мы знаем, что Он в первую очередь, Бог есть любовь. Մենք հասկանում ենք, որ Աստված առաջին հերթին, նախ առաջին հերթին Աստված ինքը սեր է իր էությամբ։ 1 Иоанна 4:8. Առաջին Հովանես 4-րդ գլուխ 8-րդ խոսք։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ И поэтому Иисус Христос сказал, что в последние времена охладеет любовь в людях. Եվ դրա համար էլ Հիսուսն ասում էր, որ վերջին ժամանակներում մարդկանց սերը կսարճի։ Давайте тоже прочитаем Матфея 24:12. Եկեք կարդանք դարձյալ Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխը 14 12, 24-րդ գլխի 12-րդ խոսքը Մատթեոսի ավետարան։ Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ И вот отсутствие любви, оно тоже порождает ненависть, вражду. Եվ իհարկե սիրո բացակայությունը առաջ է բերում ատելություն, թշնամություն, Разрушение, огорчение, ավերում, տրտմություն, какая-то безысходность, անելանելի վիճակներ, отчаяние. հուսահատություն։ Потому что где нет жизни Божьей, славы Божией, то это получается поле деятельности дьявола. Որովհետև այնտեղ, որտեղ չկա Աստծո կյանքը, Աստծո դրսևորումը, ներկայությունը, դա պարզապես դառնում է մի դաշտ սատանայի գործունեության համար։ Потому что есть такая поговорка: святое место пустым не бывает. Այդպիսի մի դարձված կա, ասացված կա, որ սուրբ տեղը դատարկ չի մնում։ И если уходит свет, то приходит пагуба и мрак. Ոստի երբ գնում է լույսը, գալիս է խավարը, գալիս է ավերումը, կործանումը։ А мы знаем, что задача их единственная – украсть, убить и погубить. Իսկ մենք գիտենք, որ սատանան ունի մեկ հանձնարարություն՝ սպանել, կորցնել ու կործանել։ Գողանալ, սպանել ու կործանել։ Мы тоже знаем из свидетельств, из истории, вот, чем характеризовался безбожный 20 век. Մենք նաև պատմությունից գիտենք մի իրադարձություն, մի դրվագ, որտեղ Աստծո բացակայությունը եւ անաստվածությունը ինչպիսի հետևանքներ է բերել։ Вот один из таких чудовищных изобретений во время войны были концлагеря.
Այդպիսի մի հրեշավոր, այսպիսի մի ստեղծագործություն, որ ստեղծեց պատերազմը, դա համակենտրոնացման ճամբարներն էին երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ где людей массово уничтожали, Որտեղ massայական մարդկանց սպանում էին, ոչնչացնում։ либо превращали в стадо и делали над ними опытами, как над животными. Կամ էլ վերածում էին նրանց կարծես կենթանիների եւ սկսում էին ինչ-որ փորձարկումներ անել նրանց վրա։ В 1945 году, когда был Нюрнбергский процесс, 1945 թվականին Նյուրնբերգյան ընթացքի process-ի ժամանակ есть такое историческое свидетельство, այսպիսի մի պատմական վկայություն կա, что когда были представлены все вот эти материалы и документальные подтверждения, երբ այդ փաստերը, վավերագրությունները, երբ որ ներկայացված էին եղել որպես հաստատում, որ այդ իրադարձությունները եղել են, у американского прокурора Джона Паркера случился просто нервный срыв, и он 3 дня пролежал дома. ամերիկացի դատախազը Ջոն Բարկերը նյարդային նոպաների մեջ էր ընկել դրա պատճառով։ Еще я хотел засвидетельствовать, был один узник этого концлагеря, Եվ ուզում եմ մի վկայություն էլ ասեմ, որ այդ ժամանակ կար մի բանտարկյալ այդ համակենտրոնացման ճամբարներում։ его зовут Виктор Франкл, Նրա անունն էր Վիկտոր Ֆրանկլ, который стал потом впоследствии всемирно известным писателем. ով հետո արդեն դարձավ համաշխարհային գրող։ И в своей книге «Сказать жизни да» Եվ նրա գիրքը «Ասա կյանքին այո» он написал этот опыт вот этого նա գրել է заключенного. հենց իր այդ փորձառությունը համակենտրոնացման ճամբարում։ И он напишет, что в обычной жизни есть такие вожделенные вещи, которые в таких условиях они превращаются просто в хлам. Եվ նա գրում էր, որ մեր առօրյա կյանքում մեզ համար շատ ցանկալի, փափագելի բաներ կան, որոնք այսպիսի պայմաններում համակենտրոնացման ճամբարներում արժեզրկվում են։ Այլևս արժեք Мы չունեն։ часто гоняемся за чем-то, что в принципе никакой ценности не имеет. Այսինքն մենք հաճախակի վազում ենք ինչ-որ բաների հետևից, որոնք նշանակություն չունեն, կարևորություն չունեն։ Но он пишет, единственное искренним чувством у нас была вера в Бога. Եվ միակ իրական անկեղծ զգացողությունը ասում է, որ ունեինք այդ ժամանակ, դա հավատքն էր առ Աստված։ Он пишет о том, что мы после работы, когда возвращались в лагерь с работы, Եվ ասում է, որ երբ աշխատանքից, ծանր աշխատանքից վերադառնում էինք ճամբար, замерзшие в мокром тряпье собирались где-нибудь в углу барака или в вагоне для скота. այդ մեր թաց խոնավ հագուստներով եւ արդեն սառած ամբողջ մարմինը հավաքվում էինք այդ սենյակի ինչ-որ մի անկյունում И там совершали богослужение, либо молитвы. եւ այնտեղ աղոթք էինք, աղոթքի ծառայություն էինք անցկացնում։ Но вот что он интересно пишет про любовь. Բայց ինչն է հետաքրքիր, տեսեք ինչ է նա գրում սիրո մասին։ Я понял истинность того, что только любовь есть то конечное и высшее, что оправдывает наше земное существование. Նա գրում է, որ ես կարողացա հասկանալ ճշմարտացիությունն այն բանի, որ միայն սերն էր, որ վերջնական արդյունքում հաստատում է, կարծես, արդարացնում է մեր մարդկային գոյությունը այս երկրի Да, վրա, что возвышает нас и укрепляет. որ մեզ բարձրացնում եւ հաստատում է։ Я теперь знаю, что человек, у которого уже ничего нет на свете, Եվ ես հասկանում եմ, որ մարդը, ով այսօր այս աշխարհում արդեն այլևս ոչինչ չունի, может духовно, пусть на мгновение, обладать образом любви. կարող է հոգեվորապես թեկուզ մի ակնթարթ ուղակի ունենալ այդ սիրո կերպարը։ И впервые в жизни я смог понять, что ангелы счастливы любовным созерцанием бесконечного Бога. Եվ առաջին անգամ կյանքում ես հասկացա, որ հրեշտակները уղակի երջանիկ են այդ սիրո վերապրումով, աստվածային սիրո վերապրումով։ И ангелы на небесах поют не потому, что вот пришел черед служения. Եվ հրեշտակները երկնքում երգում են ոչ թե որովհետև ծառայությունն է սկսվել Они այդտեղ։ поют потому, что преисполнены Божьей любовью. Նրանք երգում են, որովհետև նրանք լեցված են Աստծո սիրով։ Да, слава Господу. Փառք Տիրոջը։ Но помните, тот ангел, который перестал любить, направил любовь на себя, Եվ հիշում он եք այն возгордился. հրեշտակը, որը որ դադարեց սիրել Աստծուն, կենտրոնացրեց իր սերը իր սեփական անձի վրա։ Он Եվ возгордился հպարտացավ։ и стал кем? Дьяволом и Եվ ով сатаною. դարձավ Սատանան։ И те ангелы, которые повторили этот путь, Եվ այն հրեշտակները, ովքեր այդ ճանապարհը ընտրեցին, они стали бесами. դարձան դևեր, չար ոգիներ։ И для нас это тоже серьезное предостережение и предупреждение, Եվ братья սա и մեզ համար сестры. շատ լուրջ նախազգուշացում է։ Если наша гордость начинает расти, да, Եթե մեր հպարտությունը սկսում է աճել, мы начинаем утрачивать любовь, մենք կորցնում ենք սերը։ мы, получается, идем по пути дьявола. Получается, что мы идем по пути дьявола. Да. Ստացվում է, որ մենք սատանայի ճանապարհով ենք գնում։ Да. Потому что гордыня – это первопричина была падения и дьявола, и человека. Որովհետև հպարտությունը հենց առաջին մեղքն էր, որ պատճառ դարձավ անկման И հրեշտակ։ гордыня – это источник вообще любого греха.
Եվ իհարկե հպարտությունը ամեն մեղքի աղբյուրն է։ Если мы вот посмотрим на этих людей, которые были, вот как Виктор Франкл, скажем так, пришли до точки, были в своем состоянии вычерпаны до дна, Եվ երբ նայում ենք այսպիսի մարդկանց, օրինակ Վիկտոր Ֆրանկալ, որ արդեն կարծես թե իրենց կյանքում եկել են մի կետի, որ մաշվել են ամբողջությամբ, սպառվել են արդեն։ они могли увидеть, что основание этого мира есть любовь. Նրանք կարողանում էին նկատել, հասկանալ, որ այս աշխարհի հիմքը այս արարչության դա սերն է։ Поэтому Иисус нам неспроста подчеркивал всегда о любви. Դրա համար էլ Հիսուսը հենց այնպես չէր, որ անընդհատ շեշտադրում էր սերը։ Здесь хотел два места тоже обратить внимание. Иоанна 13:1. Եվս երկու տեղ եմ ուզում կարդալ, առաջինը Հովանեսի ավետարան 13-րդ գլուխ, Да, առաջին խոսքը։ Ага. Можно зачитать? Զատկի տոնից առաջ Հիսուսը իմացավ, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհից փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհում էին սիրեց եւ մինչեւ վերջ սիրեց նրանց։ И вот Иоанна 15:12, когда он Եվ уходил, Հովանեսի 15-12-ը он сказал: любите друг друга. Երբ որ նա արդեն պետքա գնար երկրից, նա ասում էր. «Սիրեք մեկը մյուսին»։ Սա է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Поэтому Иисус пришел в этот мир, потому что возлюбил. Դրա համար էլ Հիսուսը եկավ այս աշխարհ, որովհետև սիրեց այս աշխարհը։ И он взошел на крест по одной причине, потому что возлюбил. Եվ նա գնաց դեպի խաչի մահվան մի պատճառով, որովհետև նա սիրեց մեզ։ Мы можем просто проанализировать, представить, если бы вот Христа, его прогоняли, над ним глумились, его истязали, бичевали и в конце концов распяли. Մենք կարող ենք այսպես վերլուծել, երբ որ Հիսուսին հալածում էին, ուղակի եւ վերջի վերջո նրան խաչեցին խաչի վրա, И вот могло его сердце тоже огрубеть, очерстветь. նրա սիրտը նույնպես, չէ՞ որ կարող էր խստանալ։ И если бы это случилось, Եվ եթե դա տեղի ունենար, то Голгофа уже не было для нас местом спасения. այդ պատճառով արդեն Գողգոթան մեզ համար փրկության вայր չէր լինի։ И Отец бы уже не принял этой жертвы. Եվ հայրն էլ այդ զոհը արդեն չէր ընդունի։ Но Христос все сделал так, как было предназначено и предположено. Բայց Հիսուսն արեց ամեն բան ինչպես որ նախատեսված էր, նախասահմանված էր։ Он засвидетельствовал, он говорит: Господи, прости, ибо не ведают, что делают. Նա վկայում էր, նա ասում էր. «Հայր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Поэтому можем прочитать вот Галатам 5:6. Կարող են կարդալ Գաղատացիների թուղթը 5-րդ գլուխը Галатам. 6-րդ խոսքից։ Գաղատացիս 5-րդ գլուխ 6-րդ խոսք։ Քանզի Քրիստոս Հիսուսում ոչ թլպատությունն է մի բան կարող եւ ոչ անթլպատությունը, այլ հավատքը, որ սիրով է գործում։ То есть вера, действующая любовью. Հավատքը, որ գործում է սիրով։ Потому что в основании творения, в основании всего лежит любовь. Որովհետև արարչության հիմքում ամեն բանի հիմքում ընկած է սերը։ Это принцип, по которому все движется, существует и дышит. Սա մի սկզբունք է, որով ամեն бан շարժվում է եւ ամեն бан շնչում է այս արարչության մեջ։ И вот в последнее время с любовью только что не делали, да? Եվ այս վերջին ժամանակներում սիրո հետ ինչ ասեք, որ չարեցին։ От нее отрекались, ее прогоняли, Նրան վրընդում էին, նրանից հրաժարվում էին, ее расстреливали, ее растаптывали. նրան սպանում էին, ոտնատակ էին տալիս, Но она всегда остается живой, непотопляемой, могучей силой. բայց մինչև վերջ, մինչև այսօր էլ նա շարունակում է մնալ Աստծո կանգուն եւ հաստատուն գործիքը։ И именно она сохраняет мир еще от полного разложения и хаоса. Եվ հենց սերն է, որ աշխարհին իր վերջնական քաոսից, կործանումից դեռևս պահում է։ Почему? Потому что ее источник небеса. Ինչու, որովհետև նրա աղբյուրը երկինքն է։ Поэтому еще вот прошлый век, он характеризуется другим важным явлением. Որովհետև օրինակ անցյալ դարաշրջանը խորհրդանշվում է մեկ այլ երևույթով։ Да, тьма пришла, она пришла действительно серьезно и существенно. Խավարը եկավ եւ բավականին շոշափելի էր դա։ Но когда приходит тьма, то свет начинает ярче светить, да? Բայց որքան որ խավարը թանձրանում է, լույսը սկսում է ավելի И պայծառ ձևով։ любовь вспыхивает с новой силой. Եվ սերը սկսում է նոր ուժով, նոր թափով կարծես դրսևորվել։ Мы знаем много свидетельств, когда во многих местах были пробуждения, да? Մենք գիտենք շատ վկայություններ, որ տարբեր տեղերում եղել են մեծ արթնություններ, Потому что там Бог действует. որովհետև այնտեղ Աստված էր գործում։ Бог, который есть любовь. Աստված, որ սեր է։ И многим просто масса людей встают на колени и принимают Христа своим Господом и Спасителем. Եվ շատ տեղերում մարդիկ, ովքեր ծնկի էին գալիս, ապաշխարում էին եւ ընդունում էին Հիսուսին իրենց Տեր ու Փրկիչ։ Конечно, мы говорим, вроде бы, все это правильно, да? Но как на практике это все осуществлять? Իհարկե մենք ասում ենք, որ սա հրաշալի է, ճիշտ է, բայց գործնականում ինչպես կարող ենք դա կիրառել, իրականացնել։ Ну, а на практике в жизни это очень тяжело. Բայց Это իհարկե կյանքում трудно, да? գործնականում դա շատ դժվար է։ Потому что
нести любовь людям, которые тебя отвергают, которые тебя злословят. Որովհետև տանել գործնականում կյանքում սեր տալ այն մարդկանց, ովքեր չարախոսում են քո մասին, ովքեր քեզ մերժում են, Это бывает тяжело и очень невыносимо. դա շատ անտանելի եւ ծանր բան էր։ И покрывать чужие недостатки или Եվ իհարկե преступления против ծածկել ուրիշի тебя, հանցանքները, ուրիշի մեղքերը, покрывать любовью, ծածկել սիրով, это должен быть тоже высокий уровень веры, высокий уровень смирения. դա պետք է լինի հավատքի շատ բարձր մակարդակ եւ խոնարհության շատ բարձր մակարդակ։ Потому что вера и надежда, они нам тоже помогают, Որովհետև հավատքը եւ հույսը մեզ нույնպես օգնում են, но они нас могут довести только до Царствия Божьего. բայց այդ հավատքն ու հույսը մեզ կարող են հասցնել մինչև Աստծո արքայության սկիզբը։ А в само Царствие Божие, через эти ворота, нас может привести только любовь. Այսինքն դարպասների մոտ, իսկ դարպասներից ներս արդեն դեպի Աստծո արքայության մեջ մեզ միայն սերն է տանում։ Почему? Ինչու՞։ Потому что это Царствие любви есть. Որովհետև դա սիրո թագավորություն է։ Веры и надежды раньше не было, и потом ее тоже не будет. Առաջ հույս եւ հավատ չկար։ Կար միայն սերը եւ հետո էլ չի լինելու հույս եւ А հավատ։ любовь, она вечна. Բայց սերը հավիտյան է մնալու։ Да, и поэтому нам надо ее практиковать. Դրա համար էլ մեզ պետք է կիրառել Мы должны ее գործնականում։ исповедовать. Պետք է դավանենք դա։ И не только словами, образом жизни, да, Ոչ թե միայն խոսքերով, այլ մեր ապրած կյանքով, своим поведением, մեր պահվածքով, да, и своими словами, մեր խոսքերով նույնպես, всем, чем можем. Да. այն ամենով ինչ կարող ենք։ Мы должны знать, что любовь это не такая яркая реклама и не красивая глянцевая обложка. Եվ մենք հասկանում ենք, որ սերը դա ինչ որ այսպես ազդեցիկ, գեղեցիկ գովազ չի եւ փայլուն ինչ որ կազմ չի։ Она зачастую носит вот такие как раз. Она невзрачная, может быть, и носит такие убогие одежды, может быть, да. Նա գուցե այդքան էլ արտահայտից ճճացող այսպիսի հակոստներ չի հագնում սերը, Зато она делает дело, имеет преимущество, которое никто больше не имеет. բայց նա ունի առավելություն եւ անում է այնպիսի գործ, որ ուրիշ ոչ մի бан չունի այս աշխարհում։ Потому что, повторюсь, потому что ее источник небеса. Եվ կկրկնվեմ, որովհետեւ նրա աղբյուրը երկինքն է։ Хотя следовать ей и отстаивать ее не всегда модно, не всегда престижно. Չնայած որ հետևել նրան եւ պահպանել ու կիրառել սերը, դա այնքան էլ ժամանակակից չէ, մոդայիկ չէ մեր օրերում։ Мы здесь как раз попали, вот у вас события, которые происходили здесь, достаточно такие Մենք серьезные выборы. ձեր մոտ տեղի ունեցող այդ ընտրությունների, այդ իրադարձությունների հենց կիզակետում հայտնվեցինք։ И это понятно, вы все переживаете, как страна будет развиваться, Եվ իհարկե какие будут, հասկանում եմ, բոլորդ էլ անհանգիստ եք, թե ինչ ուղղությամբ երկիրը կշարժվի։ какие будут приниматься решения, какие будут законы. Ինչպիսի որոշումներ կկայացվեն, ինչպիսի օրենքներ կհիմնվեն։ Но мы еще должны понимать, что не политика и не политики несут исцеление для общества. Բայց մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը եւ քաղաքական գործիչները չեն, որ բժշկություն են բերում հասարակության մեջ, А Церковь Божия, այլ Աստծո եկեղեցին։ то есть это вы, братья и сестры, мы все. Դուք, սիրելի քույրեր ու եղբայրներ, մենք բոլորս, Потому что в Церкви Божией как раз есть то, чего нету в мире. Она имеет преимущество Божьей любви. որովհետեւ եկեղեցում հենց кա այն, ինչը աշխարհում չկա, նա ունի Աստծո սիրո առավելությունը։ И для нас очень важно не что мы делаем, хотя это тоже важно, да? Важно не то, что мы делаем. Եվ այդքան էլ կարևոր չի, թե մենք ինչ ենք անում, չնայած ինչ որ առումով դա нույնպես կարևոր է։ Ну, хотя еще раз скажу, что это тоже важно. Այո, Да? մի անգամ էլ ասեմ, որ դա ամեն дեպքում ինչ որտեղ դա կարևոր է, այո, Но անհրաժեշտ։ важно еще, кто мы, да? Բայց նաև շատ կարևոր է ով ենք մենք, Кто мы суть, какое наше сердце. որն է մեր էությունը, մեր սիրտը ինչպիսին է։ Мы можем там из нее вот исторгать, исповедовать эту Божью любовь. Մենք կարող ենք մեր սրտից դուրս բերել այդ Աստծո սերը, դավանել, дурс անել այդ Աստծո սերը։ Когда вот в самом начале мы говорили с вами вместе, что человек беззащитен в этом обществе, да? Պատգամի սկզբում, երբ որ ես ասացի, որ մարդը այս հասարակության մեջ շատ անպաշտպան է, Это значит, что у него есть вообще нужда и духовная, и материальная, դա какая бы ни նշանակում է, была. որ մարդը ունի կարիք եւ հոգեվոր, եւ ֆիզիկական, շնչավոր։ Но восполнить ее может только церковь, только Божья любовь. Բայց այդ կարիքները լրացնել կարող է միայն եկեղեցին, միայն То Աստծո есть սերը։ все вы, братья и сестры, все Այսինքն мы. դուք բոլորդ, մենք Потому что это բոլորս։ зависит буквально от каждого из нас. Դա բառացի ուղակի կախված է մեզանից ամեն մեկից։